Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 22-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Մի շարք երկրների առաջնորդներ շնորհավորել են Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին։ Աշխարհի առաջատար լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Ադրբեջանում կազմակերպված համաշխարհային քաղաքային ֆորումը։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի անկախության օրվա կապակցությամբ։ Նամակում ասվում է. «Պարոն նախագահ, այս նշանակալի օրը հրաշալի հնարավորություն է խորհելու մեր երկու ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին։ Ես բարձր եմ գնահատում մեր երկկողմ կապերի ամրությունը եւ վերահաստատում իմ հանձնառությունը առաջիկա տարիներին համագործակցությունը շարունակելու համար։ Այն ժամանակ, երբ բախվում ենք մեր ժամանակների ընդհանուր մարտահրավերներին, մասնավորապես կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, ես հույս ունեմ հայտնում, որ մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատել արդյունավետ եւ երկարատև լուծումներ գտնելու համար։ Ձեզ եւ բոլոր ադրբեջանցիներին ենք փոխանցում մեր ամենաանկեղծ ողջունները եւ լավագույն մաղթանքները», ասվում է շնորհավորական ուղերձում։ Ադրբեջանի նախագահային տոնի կապակցությամբ շնորհավորել է նաեւ Պակիստանի վարչապետ Մոհամմեդ Շահբազ Շարիֆը, Ղրղստանի նախագահ Սադր Ջապարովը, Ավստրալիայի միության գեներալ նահանգապետ Սամանտա Մոստինը, Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Մատամելա Սիրիլ Ռամապոսան, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներ։ Ադրբեջանը կշարունակի իր արդյունավետ գործընկերությունը ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի հետ եւ ակտիվորեն կմասնակցի համաշխարհային քաղաքային ֆորումի մյուս նստաշրջաններին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմեդիի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ժամանակ նշվել է, որ հետհակամարտային շրջանում ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական եւ շինարարական աշխատանքները օրինակ են ծառայում նմանատիպ իրավիճակներում գտնվող տարածաշրջանների համար։ Այս համատեքստում ընդգծվել է, որ օգտակար կլիներ Ադրբեջանի փորձը կիսել ՄԱԿ-ի շրջանակներում այլ երկրների հետ։ Նշվել է, որ ադրբեջանական Ասան Խիդմետ մոդելը արժանացել է ՄԱԿ-ի մրցանակի պետական ծառայության զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Նշվել է, որ Ասան Խիդմեթը որպես հաջողված պրակտիկա կիրառվում է Աֆրիկայի եւ Ասիայի տարբեր երկրներում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմեդի գլխավորած պատվիրակության հետ։ Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության քննարկվել են Ադրբեջանի եւ ՄԱԿ-ի միջև համագործակցության ներկայվիճակը եւ հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել բազմակողմ համագործակցության, կայուն զարգացման նպատակների իրականացման, կլիմայական գործողությունների, ինչպես նաեւ հետհակամարտային վերականգնման ու վերակառուցման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ։ Ջեյհուն Բայրամովը նշել է Ադրբեջանի ներդրումը խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման միջազգային օրակարգում ընդգծելով երկրի դերը տարածաշրջանային համագործակցության եւ կապի նախագծերի խթանման գործում։ Բայց այդ կատվություն է տրամադրվել ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնման եւ շինարարական աշխատանքների, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումների մասին։ Կողմերը նաեւ քննարկել են Ադրբեջանի առաջատար դերը էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Ղրղստանի խորհրդարանի խոսնակ Մարլեն Մամատալիևի հետ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Ղրղստանի միջև բարձր մակարդակի կապերը շարունակվում են խորհրդարանական հարթությունում եւ այս համատեքստում օրենսդիր մարմինները հատուկ դեր են խաղում երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
Խոսնակները նշել են, որ երկու երկրների խորհրդարանները ծերթորեն համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Հանդիպման ժամանակ կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Բաքվում անցկացվող համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանը շարունակում է մնալ աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Արգենտինայի առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Բաքվում գտնվող Արգենտինայի պատվիրակության գործունեությունը։ Ընդգծվում է, որ այս միջոցառումը կարևոր գլոբալ հարթակ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ քաղաքային ենթակառուցվածքների ֆինանսավորման համար։ Մեքսիկական Mundo International եւ Agenda Nauticus բարբերականը լուսաբանել են Մեքսիկայի սենատի կողմից WUF 13-ի պատվին լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպումը եւ Մեխիկո քաղաքի քաղաքապետ Կլարա Բրուգադայի մասնակցությունը միջոցառմանը։ Թուրքական լրատվամիջոցները նույնպես շարունակում են ակտիվորեն լուսաբանել Բաքվում անցկացվող միջոցառումը։ Ջումհուրիետ թերթի, Haber Global եւ TRT ավազ հեռուստալիքների պատրաստած նյութերում WUF 13-ը ներկայացվել է որպես պատասխան մարդկության կողմից նոր գյուղի որոնմանը եւ համաշխարհային քաղաքաշինության մարտահրավերներին։ Իսպանական Maspalomas Ahora եւ La Provincia բարբերականները WUF 13-ում լուսաբանել են կանարյան կղզիների ներկայացուցիչների առաջարկները եւ բնակարանային քաղաքականությունը։ Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի որդին 13-ամյա Ալեքսանդր Պլյուշչենկոն հանդես կգա Ադրբեջանի հավաքականի կազմում։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիան հաստատել է Ալեքսանդր Պլյուշչենկոյի տեղափոխությունը Ադրբեջանի հավաքական, հայտնում է աղբյուրը։ Նշվում է, որ նա կկարողանա ներկայացնել Ադրբեջանը միջազգային Չմշկասահքի միությունից հատուկ փաստաթուղթ ստանալուց հետո։ Ալեքսանդր Պլյուշչենկոն մարզվում է Պլյուշչենկոյի հրեշտակներ ակադեմիայում։ Ըստ աղբյուրի Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիան թույլատրել է Ադրբեջանի հավաքական տեղափոխվել 18-ամյա գեղասահորդուհի Վերոնիկա Ժիլինային, որը Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյանական մարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը վերածվել է քաոսային ու պայթունավտանգ գործընթացի, երկրում ստեղծելով լարված եւ անկայուն մթնոլորտ։ Վերջերս ինքնությունը դեռևս չպարզված անձինք ուղիղ եթերի ընթացքում խուլիգանական դրդապատճառներով Հայաստանի վարչապետի հասցեին տարածել են սպանության իրական սպառնալիք պարունակող տեսանյութ, ինչը մեծ վրդովմունք եւ զայրույթ է առաջացրել երկրում։ Ահաբեկչական բնույթ կրող այդ հայտարարությունների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել նաեւ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Իրականում տեսանյութի հետևից երբ որ գնանք, ես գրեթե վստահ եմ, որ դրա թելերը տանում են դեպի Ռուսաստանի Դաշնություն, եւ ի վերջո եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք էին ամիսներ առաջ հնչեցնում նմանատիպ սպառնալիքներով։ Հիմա Ղարաբաղցիներին փորձում են մի խումբ Ղարաբաղցիների Ռուսաստանի Դաշնությունում ծավալած իմ կարծիքով, իհարկե իրավապահները թող պարզեն, եթե սրանք այս դուրսպրծուկները կլինեն Հայաստանի Հանրապետությունում, անպայմանորեն թե իրենց դիմակները իրենց գլխից պետքա հանվի եւ իրենց համապատասխան վայրը մցվի, թե իրենց պետքա համապատասխան ծակը ուղեկցվի առհասարակ, եթե սրանք Հայաստանի Հանրապետությունում են։ Բայց իմ խորին համոզմամբ սրանք Ռուսաստանի Դաշնությունից հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ գործող բաշի բոզուկներ են, վաճառված կենդանիներ են, ովքեր Հայաստանի Հանրապետության ներսում փորձում են նոր հոկտեմբերի 27-ի այսպես մշուշոտ ամպը օդում թևածել եւ նոր հոկտեմբերի 27 պլանավորել։
մուրազները փորում ամնալ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը թույլ չի տալու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան կլանը իր ողջ պերճանքով կրկին անգամ հետ գա։ Ղարաբաղյան կլան չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղից փախած, Հայաստանի Հանրապետությունում փախածներով բնակություն հաստատած նրանց մի մասն Ռուսաստանի Դաշնությունն է հիմա փախ է։ Այդ փախածներին եմ հիշեցնում, զգուշացնում, որ Հայաստանի Հանրապետությունում Ռոբիկի Սերժիկի տարիները բնավ հետ չեն գալու։ Այդ մուրազը եւս իրենց փորում ամնալու։ Հայաստանում անցկացվող նախընտրական քարոզարշավը չի անցնում առանց տհաճ ու աղմկահարույց միջադեպերի։ Երևանի տարբեր թաղամասերում, ինչպես քաղաքացիները, այնպես էլ լրագրողները կոշտ քննադատության են ենթարկում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Քոչարյան, նույն բանը արեցիք, խիկ կրակեցիք մեր վրա։ Վայ, ոնց։ Չեմ հիշացնեմ, իսկ դուք Գորգ Քլոյանին ճանաչում եք։ Գիտեք, որ իր երեխան անտեղ մեծացավ ձեր պատճառով։ Ես ֆարման ոնց եք Ռադեի Քասախից։ Քասախը քեզ չի ընդունում Դավաճան, Մարտասպան։ Ես եմ ընդունում։ Տագանքի մեկ տագանք։ Ուր ես եկե մարդկաշ ճակատին նայում, դիշով կա։ Բայ, ես մարդը պատոշ է, ինչ ես խոսում, ինչ մարդասման, ես մարդը պատոշ, ընկերներից գյուլեց, սպանեց, Նիկոլ Փաշինյանը, իրա մեղավորությունն է ես վիճակը, Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն է ես վիճակը, մենք իրան չէինք բերե, որ ինքը ասվալտու դպրոց սարքեր, այլ մաքրեր սրանցից, պրծնեինք սրանցից։ Պրոբասելու համար մարդ սպանեցիք, հիմա ինչ եք զգում, որ համբալ են ասում։ Ինչի են ընդդիմադիրները ոտի կանգնել, որովհետև նրանց դուր չի գալիս, որ հայ ժողովուրդը սկսեց լավ ապրի։ Նրանց պետք է, որ հայ ժողովուրդը լաց լինի, հայ մայրերը, տատիկները, ընտանիքները սկան։ Եվ ես համակրում եմ մեր վարչապետին, մեր ներկա իշխանությանը, մարդիկ քայլում են հանգիստ, խաղաղության շունչը զգացվում է, այո, ամենտեղ խաղաղություն։ Մենք պետք է պահպանենք խաղաղությունը, մեր երկրի անկախությունը, մեր երեխաների ապահովությունը, զարգանում է մեր երկիրը։ Ինչի չեն ուզում զարգանալ։ Այս ամենը նրա վառապացույցն է, որ Հայաստանի քաղաքացիները չեն մոռացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները, երբ երկրում տիրում էին քաոս, բռնություններ եւ քաղաքական լարվածություն։ Մարդիկ հոգնել են թշնամանքի մթնոլորտից եւ երկար տարիներ շարունակվող հակամարտության քաղաքականությունից։ Հասարակության զգալի մասը այսօր խաղաղություն եւ կայունություն է ցանկանում, համոզված լինելով, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է երկրում ապահովել անդորր ու խաղաղ զարգացում։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։